տեսեք, ստեղծված իրավիճակում, երբ որ նման բացարձակ անարդար գործընթաց տեղի ունեցավ, ընտրությունների արդյունքները ամփոփելու գիշերվանից սկսած, մասնավորապես խոսքը գնում է կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեների հաշվարկի հետ կապված տարատեսակ մանիպուլյացիաներին, այդ պահից սկսած, հենց այդ պահին մենք հայտարարել ենք, որ բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք, որպեսզի մեր ազգաբնակչության, մեր ժողովրդի ընտրելու իրավունքը իրացված լինի եւ գնացել ենք բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով։ Գործընթացը սկսել է վարչական դատարան դիմելու գործընթացով, այնուհետև կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում բողոք ներկայացնելով, հիմա արդեն հերթը սահմանադրական դատարանինն է։ Մենք հակված ենք, մեր քաղաքական թիմը, պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, հակված է բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու արդարության վերականգնման համար։ Տարբեր առիթներով նշել եմ, հիմա եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատեմ, որ խոսքը ամենևին Բարգավաճ Հայաստան կուսակցության շահի համար տարվող պայքարի մասին չէ։ Այս ամբողջ գործընթացը ընդհանրապես արդարության վերականգնման մասին է, որովհետև իշխանության ներկայացուցիչներ, տարբեր կալիբրի ներկայացուցիչներ, երբ որ հորջորջում են ժողովրդավարության մասին, մեր ընտրողների ազատ կամ արտահայտման մասին, մասնավորապես նույն զինվորների քվեարկության հետ կապված տարատեսակ գրառումներ աչքովս ընկան, որ երբ որ մատնանշվել էին կոնկրետ այդ տեղամասերում խախտումների մասին, ընդ որում այդ գործընթացի սխալ կազմակերպման պատասխանատվությունը եւս իշխանությունների ուսերին է, որովհետև եթե կոնկրետ զինվորների ընտրելու գործընթացը կանոնակարգվում է բանակի կողմից, պետք էր ընդհանրապես ճիշտ ժամանակին այդ ամեն ինչը կազմակերպել, որպեսզի նաև նույն այդ զինվորների ընտրելու իրավունքը խաթարված չլիներ ու ինչպես նաև այդ տեղամասերում քվեարկած մեր մի քանի հազար հայրենակիցների ընտրելու իրավունքը։ Ամեն դեպքում կարծում եմ պարոն Օրբելյանը իրավական նյուանսների մասին ավելի մասնագիտորեն ու հմտորեն կխոսի ու կներկայացնի, սա հնարավոր գործիք է այդ անարդարության դեմ պայքարելու եւ արդարությունը վերականգնելու փորձ։